Մասնակիցների հնչեցրած հարցերին, որոնց իրանք հանդիպում են իրական կյանքում և որոնց չլուծելը ազդում է մեր կյանքի որակի վրա։ Ուրեմն այսօրվա զարթուցիչում հնչած հարցը հետևյալն է. ինչպես վարվել այն դեպքում, երբ կա լարված հարաբերություններ ղեկավարի հետ, անմիջական ղեկավարի հետ։ Ուրեմն հարցը, եթե մինչև վերջ նայեք մեր հոլովակը, ես մի քանի կոնկրետ պրակտիկ խորհուրդ կտամ տվյալ իրավիճակում վարվելու համար և կարծում եմ դուք կարողանաք արդեն հենց այսօրվանից դա կիրառել ու լուծել պրոբլեմը։ Ուրեմն ինչպես անել, եթե կա լարված հարաբերություններ ղեկավարի հետ, անմիջական ղեկավարի կամ թեկուզ ղեկավարի, ընդհանուր ղեկավարի հետ։ Ուրեմն նաև մինչև թեմային անդրադառնալը ես կխնդրեմ մեկնաբանություններում գրեք ձեր տարբերակները, ձեր լուծման տարբերակները, որպեսզի մենք բոլորով կարողանանք մի քանի տարբեր տեսանկյունից նայել հարցին։ Իդեպ ձեզ ասեմ, եթե մենք նայում ենք հարցին տարբեր տեսանկյուններից, ես իմ տեսանկյունից, դուք ձեր, կարող մեզ միանալ նաև գործատու ու մեկը նայի գործատուի տեսանկյունից, ապա մենք հարցի նկատմամբ կունենանք մաքսիմում ամբողջական պատկերացում, սա շատ օգտակար է։ Հետևաբար կխնդրեմ մեկնաբանություններում անպայման գրել ձեր մոտեցումը տվյալ հարցին։ Եթե առնչվել եք կամ եթե չեք առնչվել, ամեն դեպքում ինչպես եք դուք կարծում, ինչպես կարելի է լուծել այս հարցը։ Ուրեմն ինչ անել, եթե լարված են հարաբերությունները։ Առաջինը, ինչ ես խորհուրդ կտամ, նախ ասեմ, որ լարվածությունը կարող է տարբեր պատճառներով լինի, իհարկե, բայց ամենատարածված տեսակը լարվածության դա այն է, երբ աշխատակիցը մի կողմից չի կարող աշխատանքից դուրս գա, որովհետև դժվար է իր կարծիքով նոր աշխատանք գտնելը, եւ մյուս կողմից չի կարող լուծի խնդիրը ու չի կարող մնալով, տեղում մնալով, նույն աշխատանքի վայրում մնալով ու աշխատելով լուծի խնդիրը, այսինքն այդ խնդիրն իրեն չանհանգստացնի։ Տվյալ պարագայում ես երկու շատ կարևոր առանցքային հարց կուզեմ ձեր հետ քննարկեմ։ Ուրեմն առաջին առանցքային հարցը դա հետևյալն է, որ եթե ձեր մեջ կա լարվածություն ու եթե լարվածության մեջ ուժեղ կողմը գործատուն է, դուք պետք է տեղերով փոխվեք, այսինքն ուժեղ կողմը դուք պետք է դառնաք, ոչ թե ինքը։ Բացատրեմ դա ոնց է լինում, կամ գոնե ոչ թե ուժեղ կողմը, այլ գոնե հավասարաչափ լինեն կողմերը, այս պարագայում արդեն լարվածությունը հագին կնվազի, որովհետև ինչքան դուք եք պետք գործատուին, ինչքան գործատուն է ձեզ պետք է դուք նույնքան էլ պետք լինեք գործատուին, այսինքն ձեր շահերը պետք է համընկնեն, ոչ թե մեկի շահերն ավելի շատ լինեն, մյուսին ավելի քիչ։ Երբ է լինում, որ աշխատողը ավելի, այսպես ասած, թույլ դիրքերում է լինում գործատուի հետ հարաբերություններում։ Դա այն դեպքերում է լինում, երբ աշխատողն ավելի քիչ բան ունի տալու, քան ստանում է գործատուից։ Նորից ասեմ, դա լինում է այն դեպքերում, երբ աշխատողը ունի ավելի քիչ բան տալու, քան ստանում է։ Հետևաբար, եթե մասնագիտական բարձր կվալիֆիկացիա չկա, եթե հմտությունները բարձր մակարդակի վրա չեն, ու եթե գործատուն վճարում է տվյալ աշխատողին, գործատուի դիրքերը բավական ուժեղ են, որովհետև ամեն դեպքում դուք ստանում եք մի բան, ստանում եք ինչ-որ արժեք, գումարի տեսքով, աշխատավարձի տեսքով, որը ենթագիտակցաբար կամ թեկուզ գիտակցաբար կարծում եք, որ մեկ այլ տեղ չեք կարող ստանալ։ Ու թվում է, թե գործատուն ձեզ վճարում է ավելի շատ, քան ձեզնից ստանում է։ Դրա համար իր դիրքերն ուժեղ են, դրա համար իր դիրքերն ամուր են եւ դրա համար տվյալ հարաբերություններում թելադրողն ինքն է։ Եթե դուք տեղերով փոխվեք, այսինքն եթե կարողանաք տալ գործատուին գոնե այնքան ինչքան ինքն է ձեզ վճարում, եւ եթե կարողանաք ավելի շատ տալ, քան ինքն է ձեզ վճարում, արդեն հարաբերություններում թույլ կողմը կլինի գործատուն։ Իդեպ ասեմ, առհասարակ ցանկացած հարաբերություններում կլինի գործատու աշխատող, ենթարկվող, տնօրեն ենթակա կլինի, չգիտեմ, միջանձնային հարաբերություններ, միշտ թույլ է այն կողմը, ով ավելի շատ վերցնում է։ Որովհետև եթե դու չունես դիմաց ինչ-որ մի բան տալու, թելադրողը լինելու է ավելի շատ տվողը։ Այդ կլինի էներգետիկ տեսանկյունից, այդ կլինի ֆինանսական տեսանկյունից, այդ կլինի նյութական տեսանկյունից, ցանկացած տեսանկյունից։ Հետևաբար, եթե դուք ուզում եք ձեր դիրքերը ամրացնել ցանկացած հարաբերություններում, դուք պետք է կարողանաք ավելի շատ տալ։ Իսկ որպեսզի ավելի շատ տալ, պետք է ունենալ այդ շատը որ տալ։ Իսկ որտեղից ունենալ, կոնկրետ պարագայում ավելի շատ ասելով ես նկատի ունեմ, որ դուք լինեք մասնագետ
ձեր աշխատանքի մեջ։ Իսկ դա դուք կարող եք սովորել։ Դուք կարող եք ձեր կվալիֆիկացիան բարձրացնել, դուք կարող եք անընդհատ աշխատել ձեր վրա ու արդյունքում գործատուն ինքը կհասկանա, որ դուք այս պահին արդեն տալիս եք ավելի շատ արդյունք, ավելի շատ օգուտ, քան ինքնա ձեզ վճարում։ Եվ արդեն իրերի դրությունը արդեն կփոխվի։ Եվ այստեղ նաև կլուծվի մյուս շատ կարևոր հարցը, երբ գործատուն կարծում է, որ դուք անփոխարինելի չեք։ Դուք անփոխարինելի չեք այնքան ժամանակ, քանի էքսկլյուզիվ, օրիգինալ, յուրահատուկ աշխատանքի տեսակ չեք անում։ Իսկ ինչպես դառնալ էքսկլյուզիվ, յուրահատուկ, իհարկե, զարգանալ այն գործի մեջ, ինչը դուք անում եք, զարգանալ այն մասնագիտության մեջ, ինչը դուք անում եք, այն ժամանակ դուք չեք լինի մեկը 10,000-ից, հա, եթե դուք մեկն եք 10,000-ից, բնականաբար գործատուն A եւ կարողանալու է ավելի ուժեղ դիրքերից ձեր հետ խոսալ եւ B ավելի ուժեղ դիրքերից ձեր հետ խոսալու արդյունքում լարվածությունը անընդհատ գնալու այնքան ինչքան ինքը կցանկանա իսկ ինքը միգուցե եւ շատ երկար դա կցանկանա հա եւ երկրորդը եթե դուք կարողանում եք ուժեղացնել ձեր մասնագիտական այսպես ասած դիրքերը բարձրացնել ձեր կվալիֆիկացիան դուք կարողանում եք նաեւ լինել անփոխարինելի իսկ եթե դուք դառնում եք անփոխարինելի դա արդեն երկրորդ ուժեղ այսպես ասած հիմնակարն է, որի արդյունքում դուք կարող եք շատ հավասար դիրքերից խոսալ ձեր գործատուի հետ։ Հետևաբար լինել անփոխարինելի, իրականում լինել անփոխարինելի ձեր արած աշխատանքով, ձեր ֆայմի տեսակարար կշռով, թե դուք ինչքան բան եք ինքնուրույն անում, ձեր պրոֆեսիոնալիզմով, ձեր հոգատարությամբ։ Իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ չի գնահատվում այս ամեն ինչը, շատ լավ կարող լինի եւ տարբերակ երբ չի գնահատվի, բայց եթե դուք այս ամեն ինչը զարգացնեք, դուք շատ արագ կարող եք ինքներդ տվյալ աշխատատեղի նայել, որ դա անփոխարինելի չի։ Այսինքն, օքեյ, լավ, այս դեպքում անփոխարին այս դեպքում դուք գնահատված չեք, ուրիշ աշխատանքի վայր կգտնեք։ Հետևաբար, միակ ամենահիմնական լուծումը այն է, որ դուք բարձրացնեք ձեր մասնագիտական որակավորումը, բարձրացնեք։ Եվ կլինեն մարդիկ, նաև կլինեն դեպքեր, երբ դուք կասեք, որ բայց մենք ախր չունենք մասնագիտություն, տվյալ աշխատանքում մասնագիտական հատկություններ պետք չեն, այդ դեպքում ես կասեմ, որ դուք պետք է սովորեք նոր մասնագիտություն անկախ տարիքից։ Հիմա առաջվան չի, հիմա պետք չի 5 տարի գնալ ինստիտուտ, որպեսզի սովորել նոր մասնագիտություն։ Իսկ եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ 5 տարի ինստիտուտ գնալուց ոչ մեկ չի սովորում մասնագիտություն, այսինքն բուխ սովորելը մասնագետ դառնալու հետ կապ չունի։ Կամ եթե ուներ շատ քիչ, այն էլ հազվագյուտ բուհեր, այն էլ հազվագյուտ մասնագիտություններ։ Հետևաբար, այսօր շուկան ունի ահռելի մեծ պահանջարկ, օրինակ, ինտերնետ մարքեթինգի մասնագետների, կարելի է սովորել արագ եւ կարելի է արագ աշխատանք գտնել։ Խնդրեմ, դա ձեր ձեռքերում է, ինֆորմացիան բաց է, դեպ կարող եք իմ լավ ընկեր Արտակ Հարությունյանի մոտ գնալ սովորել օրինակ եմ ասում, չեք ուզում Արտակի մոտ սովորելու, խնդրեմ կարող եք գնալ եւ սովորել համացանցում ահռելի նյութեր, ինտերնետ մարքեթինգի հենց հիմա 1000 մասնագետ լինի, 1000-ն էլ կգտնեն աշխատանք։ Երկրորդը, դա ՏՏ ոլորտը ոչ բոլորինն է, հա, դա մարդիկ գիտեն, որ պահանջարկ կա, բայց սովորելը բավական բարդ է։ Չեմ պնդում։ Հաշվապահությունը մյուս կողմից, էլի ակտուալ մասնագիտություն է, կամ ֆինանսների մասով մասնագիտանալը։ Եվ եթե դուք ման գաք շուկայում, օրինակ նայեք աշխատանքի հայտարարությունները, դուք տեսնեք այն մասնագիտությունները, այն թափուր, այսպես ասած, աշխատանքի տեղերը, որոնք վերաբերվում են հենց այսօրվա մասնագիտություններին։ Եվ հետևաբար կարելի է սովորել մի քանի ամիս, գիշեր-ցերեկ չքնելով, նստելով, կարդալով կարելի է սովորել եւ նույնիսկ իմ ասած մասնագիտությունները կարող եք համատեղել ձեր հիմնական աշխատանքին, աստիճանաբար կարող եք անցում կատարել մյուս աշխատանքին եւ ձեր կյանքը արդեն կառուցեք լրիվ նոր պայմաններում։ Հետևաբար եթե ունեք մասնագիտություն, զարգացրեք ձեր մասնագիտությունը, եթե չունեք մասնագիտություն, շատ հարմար պահ է լավ մասնագիտություն սովորելու համար։ Եվ որպես ամփոփում երկու հետաքրքիր բան ասեմ, իմ կյանքում հենց նման իրադրություն եղել է, երբ ես նոր եմ վերադարձել բանակից, հենց իմ անմիջական բաժնի ղեկավարը ու ես շատ լարված հարաբերություններ ունեինք եւ հետաքրքիրը նա էր, որ այդ տարիներին ես մի մեծ սխալ չարեցի, այսինքն կարայի անեի, բայց չարեցի։ Ես դուրս չեկա աշխատանքից, եթե ես այդ փուլում դուրս գայի աշխատանքից, ես առհասարակ միշտ այդ նույն տեղից կսկսեի հաջորդ
աշխատանքի ընդունվելուց, այսինքն ես եթե չանցնեի այդ ճանապարհը, ես անընդհատ կմնայի այդ նույն տեղում կանգնած։ Մյուս աշխատանքում կլիներ էլի կիսատ կթողեի այն մյուսում, բայց ես ատամներս սխմեցի ու գիշեր-ցերեկին վրա աշխատելով 10 ամսվա ընթացքում դուրս եկա ու արդեն սկսեցի իմ գործը։ Այսինքն մյուս խորհուրդս հետևյալն է. եթե կա լարվածություն, այդ լարվածության ստացած էներգիան կարելի է օգտագործել աճելու համար։ Դեպս կապակցությամբ Սևակը շատ լավ իր բանաստեղծություններից մեկի մեջ է շատ լավ ասում է գովերքում եմ այն երաշտը, որ մղում է ջրանցք շինել։ Հիմա նույն տրամաբանությամբ կարելի է գովերքել ցանկացած նեղություն, նեղ իրավիճակ, որը ձեզ մղում է ինչ-որ մի բան ստեղծելու, ինչ-որ մի բան կառուցելու, աճելու, առաջ բարձրանալու եւ ձեր նպատակին հասնելու։ Այնպես որ սա էլ հաշվի առեք որպես հանգամանք, որ կարող եք օգտագործել եւ կարող եք առաջ գնալ։ Եվ նաեւ մյուս օրինակն էլ էլի բերեմ Սևակից, որ ասում է անհնար է բոբիկ քայլել, այս կոշիկն էլ շատ է սեղմում, այսինքն մի կողմից չես կարա կոշիկը հանես գցես, բայց մյուս կողմից էլ ինքը շատ սեղմում է, այսինքն մի կողմից չես կարա աշխատանքից դուրս գաս, բայց մյուս կողմից էլ ինքը ճնշում է, եւ Սևակն ասում է կանգնելուց ոչ ցավը կմեղմանա, հա, ոչ էլ կոշիկը կլայնանա, այսինքն կանգնելն էլ տարբերակ չի, պետքա քայլել, եւ նայեք ինչ ասում է ցավն է հաճախ առաջ մղում, ցավի արդյունքում է մարդը արագ քայլում, հետեւաբար նման իրավիճակները կարելի է ֆանտաստիկ ձև օգտագործել ձեր իսկ աճի եւ զարգացման համար։ Դե եթե ես կարողացա ձեզ օգնել, օգտակար լինել, նաեւ կխնդրեմ դուք էլ տարածեք տվյալ հոլովակը ավելի շատ մարդկանց օգտակար լինելու եւ օգնելու համար եւ բաժանորդագրվեք նաեւ մեր YouTube-ի ալիքին, որպեսզի հաջորդ հաղորդումներին նույնպես հետեւեք։ Շնորհակալ եմ, մինչ հանդիպում։